Եվս 9 ուսանող է միանում ուսանողական այն մեծ համայնքին, որոնք 2023 թվականից ի վեր Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի կողմից անվանական կրթաթոշակների են արժանանում։ Ծրագրի 2025-26 ուսանող տարվա հաղթողներն են։ Կրթաթոշակի ծրագիրը որևէ սոցիալական նպատակ չի հետապնդում, այն բարեգործություն չէ, որ իրականացվում է ասոցիացիայի կողմից, ամբողջությամբ կրթական չափորոշիչների վրա հիմնված ծրագիր է եւ նպատակն է, որպեսզի մենք կարողանանք հնարավորինս լուծել աշխատաշուկայում առկա հաստիկների, աշխատատեղերի եւ ուսանողների գիտելիքների միջև այդ տարբերությունը բաց լրացնել, իսկ դա իրականացնում ենք հենց կրթաթոշակի ծրագրի միջոցով։ Ծրագիրը տարիներ առաջ է մեկնարկել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի եւ Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի միջև կնքված հուշագրով։ Հետագայում ծրագրում ներառվել են նույն համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողները, իսկ այս ուսումնական տարում Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի անվանական կրթաթոշակների ծրագիրն էլ ավելի է ընդլայնվել ու հաղթող ուսանողներ են ընդգրկվել նաեւ Երևանի պետական հումանիտար տեխնիկական քոլեջից։ Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի հետ համագործակցությունը շատ բուռն փոփոխություններ բերեց ուսանողների շրջանակներում։ Բոլորը շատ ակտիվորեն մասնակցում են կազմակերպված բաց դասերին, միջոցառումներին եւ այն հուշագիրը, որ կնքեցինք Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի հետ, ուրախություն մեզ չմնաց թղթի վրա եւ կյանքի կոչվեց։ Այժմ ունենք 2 ուսանող, ովքեր կրթաթոշակների ծրագրի մասնակիցներ են եւ մեծ տեմպով արդեն դիմել են այլ ուսանողները, քանի որ տեսան, որ այդ ամեն ինչը գործարկվում է եւ հենց այնպես չէ։ Երրորդ տարին է, ինչ Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի հետ համագործակցում ենք եւ տարիները ցույց տվեցին, որ համագործակցությունը սկսեց ավելի տարաբնույթ դառնալ։ Սկզբնական շրջանում ունենք մի փոքր մտավախություն, արդյոք քոլեջի ուսանողը պատրաստ է իր հիմնական, ուսումնառության նյութերից բացի նաեւ լրացուցիչ նյութեր ուսումնասիրել եւ ցույց տվեց արդյունքները, որ սկզբնական շրջանում դիմեցին 68 ուսանողներ։ Այսինքն սա ցույց տվեց, որ ներկայիս ուսանողը, եթե ունի մոտիվացիա, վստահ է իր ուժերին, նաև պատրաստ է հիմնական կրթությունից զատ, նաև գործատուից, սովորել, կրթվել, պրակտիկա անցնել, կրթաթոշակի շահառու հանդիսանալ եւ անգամ այս տարիքում ձեռք բերել աշխատանք։ Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի կողմից տրամադրվող անվանական կրթաթոշակներին արժանանալու համար հեշտ ճանապարհ չեն անցել քոլեջների ուսանողները։ Մեկ տարի շարունակ հատուկ ծրագրերի ուսումնառություն, պրակտիկ աշխատանքներ հենց Հայաստանի հաշվապահների ասոցիացիայում կամ գործընկեր գրասենյակներում ու մրցութային փուլի հաղթահարման համար 15 քննություն, բայց արդյունքում որակյալ գիտելիք ու պատրաստվածություն աշխատաշուկայում իրենց տեղը զբաղեցնելու համար։ Իրականում այնինչ արվում է անգնահատելի արժեք է իսկապես, որովհետև շատ քիչ գործատուներ են, որ պատրաստ են կանգնել ուսանողների կողքին, շատ քիչ գործատուներ են, որ ունեն այդ հնարավորությունները եւ օգտագործում են դրանք։ Հիմնականում բոլոր ուզում են պատրաստի կադրեր, ովքեր կգնան ու իրենց ներդրումը եւ նվիրումը կտան տվյալ կազմակերպությանը։ Շատ ուրախ եմ, որ կա նման կառույց եւ հնարավորություն է ընձեռում մեզ ուսանողներից կիրառել քոլեջից ստացված տեսական գիտելիքները նաեւ գործնականում եւ հետագայում արդեն զարգանալ որպես հմուտ մասնագետ։ Այս ծրագիրն իսկապես եզակի հնարավորություն է տալիս ուսանողներին վաղ հասակում մասնագիտանալ իրենց ոլորտում, ստանալ անհրաժեշտ կարեւոր գիտելիքներ, որոնք հետագայում իրենց անհրաժեշտ են լինելու մասնագիտական ոլորտում կայանալու համար։ Կրթաթոշակի ծրագիրը լավագույն հնարավորությունն է մեր ուսանողներիս համար, քանի որ այն մեզ համար սահմանում է ահռելի պատասխանատվություն եւ տալիս է հետագայում մեր բարձունքների հասնելու հնարավորություն։ Ծրագրում ընդհանուր առմամբ ներառված 41 ուսանողներից 34-ին ասոցիացիայում կամ ասոցիացիայի անդամ հանդիսացող գործընկեր գրասենյակներում աշխատանքի հնարավորություն է տրվել այս ընթացքում։ Հայաստանի հաշվապահների ասոցիացիան այս կերպ եւ ուսանողների աշխատանքի տեղավորման հարցն է լուծում եւ գործատուներին է տրամադրում որակյալ կադրեր։ Հաճախ մենք բողոքում ենք, մենք ասելով գործատուներս բողոքում ենք, որ աշխատաշուկայում չկա համապատասխան աշխատուժ։ Առաջին հերթին լուծում ենք այդ խնդիրը, փորձում ենք նպաստել այդ խնդրի լուծմանը եւ նաեւ հաճախ այլ գործատուների կոչ ենք անում, որպեսզի մոտենան ուսումնական հաստատություններին եւ նման համագործակցությունների շրջանակներում լուծեն այդ բացը աշխատաշուկայի եւ աշխատատեղերի միջև։ Մեծ ուրախությամբ պիտի ասեմ, փաստեմ, որ ունենք կրթաթոշակագիր, ում հետ համագործակցելու ենք եւ այսօրը նշանավորում է մեր բոլորիս համատեղ հաջողությունը։ Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի այս նախաձեռնությունը իրականում գիտելիքի եւ ջանասիրության գնահատումն է, այն նաեւ մեծ սոցիալական պատասխանատվություն է եւ
իրենից ներկայացնում է նաև ներդրում ապագայի մեջ։ Հայաստանի հաշվապահների ասոցիացիան հավատարիմ է իր կարգախոսին։ Ազգային հարստությունը այս ասոցիացիայի համար ոչ թե բնական պաշարներն են, այլ կրթօջախները։ Ու այս համատեքստում անվանական կրթաթոշակների տրամադրման ծրագիրը շարունակվում է ընդլայնվել։ Մարզային ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը ևս սկսված է։ 2026-27 ուսումնական տարվա համար արդեն անվանական կրթաթոշակի ծրագիրը ներկայացվել է նաև Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանում եւ նույն համալսարանի քոլեջում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում, ինչպես նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում։ Այսօրվա ուսանողները վաղը որակյալ աշխատողներ են դառնալու աշխատաշուկայի ու ամբողջ հասարակության համար։